Նիկոլ Փաշինյանին ես էլ հորդորում եմ այս երկու ամիսը հնարավորինս ժողովրդի ներվերը քիչ ուտի։ Երկու ամիս հետո կգնան իրենք կզբաղվեն իրենց գործերով, մենք էլ մեր գործով կզբաղվենք, որ ունենանք ուժեղ Հայաստան։ Եթե անվանումը հանում են Սամվել Կարապետյան անվանումը, դա դուք կորցնեք որոշակի ձայների չեք։ Տեսեք, ինչպես քիչ առաջ իմ իրավաբան, փաստաբան ընկերները ներկայացրեցին, նախընտրական այս շրջանում նմանատիպ փոփոխություններ անելու իրավունք չունեն։ Այդ առաջինը։ Երկրորդը, նորից եմ կրկնում, ինչ ուզում են անեն, մեր ժողովուրդ ունենալու ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսությամբ, ուժեղ անվտանգությամբ եւ երկարատև խաղաղությամբ։ Մեզ երեգություն եմ խնդրում, մեր ժողովրդի հետ ոչինչ եւ ոչ ոք չի կարող կանգնացնել, որպեսզի մենք ունենանք փոփոխություն ու արժանապատիվ ապրենք։ Եթե Մոլդովայի սցենարը կիրառվեց այստեղ, ո՞նց է։ Տեսեք, նույն հարցը տարբեր տեսակի կրկնում եք, եւս մեկ անգամ ասում եմ, ունենք բոլոր սցենարները, որպեսզի մեր ազգը ապրի արժանապատիվ ուժեղ Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա նորից եմ ասում, հիմա եթե ես դնեմ մեր բոլոր խաղաքարտերը բացեմ, ասեմ, այս պարագայում էսպես կանենք, այնպես կանենք, այդպես ճիշտ չի լինի։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմատ Մեդիա AM կայքում։